արդեն իսկական վարչապետի կաբինետում կանցկացնենք։ Պարոն Կարապետյան, վերահաշվարկից ինչ սպասելիքներ ունեք։ Ինչ։ Ո՞նց եք հասնելու դրան, որ դուք վարչապետի կաբինետում անցկացնեք։ Ինչ քայլեր եք պատրաստվում անել։ Որտեղ Փաշինյանն էլ չի ախտել։ Բայց դուք չեք ախտել, Մենք էլ չենք ախտել, ինքն էլ չի ախտել։ Դրա համար ասում ենք, Վերահաշվարկի արդյունքներից որ Հայաստանին պետք է լեգիտիմ իշխանություն։ Ինքը չապահովեց դա։ Հիմա ինքը փոստ փչած իշխանություն։ Ընտրությունները կեղծված են, ձեր քաղաքական գնահատականը ինչպիսին է, թե ոչ։ Ընտրությունները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 770 մարդ ձերբակալվել են։ Հիմա եթե կեղծված են, պարոն հավատում եք այս վերահաշվարկին։ Ինչ։ Ընտրակաշառքի գործով կան Բայց եթե ընտրակաշառքի գործով զայնագրություններ կան, ինչի համար են 50-700 մարդ արտարացվել են։ Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը ներողություն Հիմա դիմում ենք, թե դիմել ենք արդեն։ Դիմել ենք Դիմել ենք, հետո դիմել ենք սահմանադրական դատարան երկու պահանջով։ Առաջինը չեղարկել ընտրությունները, երկրորդը նշանակել երկրորդ տուր։ Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ տուրը կորոշենք հաղթել են, թե չէ։ Արդյունքների հետ, որովհետև դրսում պայքար չկա։ Այ ինչ եք կարծում, ինչու պայքար չկա դրսում։ Թե հանրությունը սկզբից հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում։ Չեն բացառում, որ առաջիկայում նաև փողոցային պայքար կլինի առաջիկայում։ Հետո հաշտ չի լինի։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ կեղծված են ընտրությունները, դա ձեր քաղաքական գնահատականն է, կարծում եմ։ Եթե կեղծված են ու եթե ԿՀ-ն էլ օրինակ ձեր դիմում մեժի, ՍԴ-ն էլ մեժի, որը տեսնում ենք ովքեր են, չէ՞, այնտեղ ղեկավարները։ Դե ուրեմն Հայաստանում կլինի ոչ լեգիտիմ։ Գիտեք, ինչ խորհրդարանը դեռ շատ շուտ է։ Ամենայն դեպս մեր հարցը խորհրդարանն ու խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև այս երկիրը դարձրել է դուկյան։ Պարզապես եթե գնացիք խորհրդարան լեգիտիմացնելու եք ձեր ասած կեղծված ընտրությունները։ Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե մենք գտնենք, որ կարող ենք հեռացնել ձեր ասած փողոցային պայքարով, ուրեմն կհեռացնենք խորհրդարան։ Ում եք առաջնորդ տեսնում փողոցային պայքարում։ 700,000-ից ավել մարդ, բայց 700,000-ից ավել մարդը չհերիկեց իրեն հաղթելու համար։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին, ընտրողներին անվանեց ով կլինի ընդդիմության այդ առաջնորդը, որը փողոցային պայքարը հնարավոր է առաջնորդի։ Ընդդիմության մեկ առաջնորդ չի լինի, քանի որ բոլորն էլ ուժվել են Փաշինյանի նախընտրական պայքարի քաղաքականությունից, բոլորն էլ պետք է մասնակցեն։ Մանդատ վերցնել։ Դե հիմա դիմել ենք սահմանադրական դատարան, հետո կգնահատենք հաջորդ քայլերը։ Իսկ ԲՀԿ-ի անցնել չանցնելը։ Գործող սահմանադրական դատարանը հնարավոր է, որ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչի, հա։ Այս պահին գործող սահմանադրական դատարանի կազմը հաշվի առնելով։ Եթե իրենք խելք ունենան, ուզեն Հայաստանում լեգիտիմ իշխանություն լինի, մենք առաջարկում ենք երկու պայման։ Եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, այս կան ապօրինություններից հետո գնում ենք երկրորդ տուր։ Նայեք, որ հիմա դուք հաղթեք, ձեզ էլ մեղադրում են, ասում են, այդքան հիմա անմեղության կանխավարկած դե մեղադրում են, բայց հիմա որ նաև հանրության է մեղադրել։ 45 հոգի նորից են ազատվել, այսինքն չեն կարողացել ապացուցել ընտրակաշառքը։ Այո։ Եթե դուք լինեիք Փաշինյանի փոխարեն երկրորդ տուրին համաձայնվեք, փաստաթուղթ ունենալով ոչ մի անգամ ոչ լեգիտիմ կառավարություն չեմ ձևավորի, իսկ ինքը ամեն բոլորից լավ գիտի, որ ինքը եթե հիմա ձևավորեց կառավարություն, դա լինելու է ոչ լեգիտիմ եւ շատ մեծ փորձանքներ է բերելու մեր երկրի։ Պարոն Կարապետյան, լեգիտիմ կլիներ եւ
մարդկանց վերել։ Ոչ, ընտրակաշարքներով իհարկե լեգիտիմ չի։ Վրա բազմաթիվ մարդկանց եք գրանցել, հիմա ինչ է։ Դե եթե գոնե մեկ դեպք կապացեն, հիմա հայտարարություններ են անում, բառադի հայտարարություն։ Երեք Փաշինյանը հայտարարում էր Ոչ մի։ Երեք Փաշինյանը ասում էր Ոչ մի։ դուք կարծում եք ձեր են արդարացրել բանին Գագիկ Ծառուկյանին, այն նույն ձև օրինակ վաղը որ ձեզ արդարացնեն կամ ձեր թիմակիցներին, դատավորները արդեն կաշկանդվելու են, ասեն կամ փող եք տվել որ արդարացրել են, կամ էլ չեն արդարացնի վախենալով Փաշինյանից։ Հիմա ինչ հույս ունեք դատական համակարգից այս դեպքում։ Ես հույս չունեմ։ Ամբողջությամբ ապօրինի քաղաքական որոշումներ են կայացվում։ Ինչի հույս, ոչ մի դեպք չկա, որ գոնե 1% կարելի ինչ-որ մեղ կապացնել։ Պարոն Կարապետյան, տպավորություն կա, որ դուք վաբանկ եք գնում, հիմա ոնց որ փակուղու առջև եք կանգնած եւ պետք է կտրուկ Մենք քայլերի վաբանկ գնայինք, հենց առաջի օրը ամենամեծ հնարավորությունը ունեինք վաբանկ գնալու, չգնացինք, որտեղ ուզում ենք օրինական ճանապարհով դա անենք։ Եվ մի բան էլ, Նարեկ Ինչ կարող Այդ կարամ մի հատ գաղտնիք ունենամ ես, այդ մեկը գաղտնիք է։ Ձեր թիմակիցների հետ հանդիպել եք, խոսել եք այս մասին։ Դե իրեն գիտեն։ Պարոն Կարապետյան, մի բան էլ։ ի վերջո որ չստացվի, կարող է այդ ձեր գաղտնիքին դիմեք գնաք այդ ճանապարհով։ Ինչ եք անելու։ Դա էլ է գաղտնիք։ բոլոր ձեր Երկրորդ Բայց մի հատ ոչ գաղտնի բան փորձենք հասկանալ։ Նարեկ Կարապետյան այն օրը լայվ էր արել եւ ասում է, որ եթե գնանք խորհրդան եւ 8 հոգի է պակասում ԿՊ-ից, եթե 8 հոգուն համոզենք վերենք ընդդիմության դաշտ, կկարողանանք իմպիչմենտ անել եւ այլն։ Այսինքն սա այն կոպիտ ասած լոլոներն էր, որ կարդում էին ընդդիմադիրները Հայաստան դաշինքը մեր Արամ Վարդևանյանից նախին, որ ասում են, հեսա իմպիչմենտ կանեք։ Կներեք, կարծում եք 8 հոգու գոնե կես կպատան կարող եք համոզել վերել էստոն։ Իվարկյան ընտրությունները Փաշինյանը չի ախտել։ Իրենք էլ դա գիտեն, մենք էլ դա գիտենք, երևի ամբողջ աշխարհն էլ դա տեսնում է։ Դրանից ելնելով կարվենք քայլեր։ Եթե ինքը վստահ է, որ հաղթել է, մենք առաջարկում ենք լեգիտիմացնենք այս ամենը։ Գնանք ճիշտ ճանապարհով, Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որպեսզի երկիրը զարգացնի։ Ոնց լեգիտիմացնեք, եթե Գնանք երկրորդ տուր։ Այդքան մեծ տարբերությամբ ինչու պետք է համաձայնվի գնալ երկրորդ տուրը։ Որ լավ նայեք, տարբերությունը մեծ չի։ Իսկ երկրորդի վրա ինչ հույսեր ունեք, պարոն Կարապետյան։ Երկրորդ փուլը ինչ հույսեր ունեք, որ հենց արդար պիտի անցկացվի։ Երկրորդ փուլը 100% հույս է, չէ, երկրորդ փուլը հեշտ կլինի, որտեղ փոշիացնողները չեն լինելու, ինքը հիմա հնարավորություն չունեցավ ընտրվել ճիշտ ձևով։ Այսինքն, եթե ինքը վստահ է իր վրա, ուրեմն կգնանք երկրորդ փուլ։ Բայց փաստորեն 1.5 միլիոնն էլ չօգնեց ձեզ, որ ակնկալում եք այդքան մարդ մասնակցել։ Այ ամենադարդը այն է, որ 1.5 միլիոնը օգնեց Փաշինյանին։ Այսինքն սխալ հաշվարկներ։ Այսինքն մեզ խապեցին այդ 1.5 միլիոնով։ Այ դա էր։ Փաշինյանը եւ իրեն օգնող ուժերը մեզ խապեցին։ Դրա համար մենք կգնանք մեր ճանապարհով Փաշինյանին հեռացնելու ճանապարհ։ Եկեք անկեղծ ասեք, ով էր ձեզ այդպես վստահեցել, որ դուք 100% կրել եք։ Այդ իսրայելցի քաղաքտեխնոլոգները, որոնց վրա դες միլիոնավոր դոլարներ կամ դրամներ են վստահեցնել կարող է միայն ժողովուրդը։ Ժողովուրդը դուք տեսնում եք բոլոր մեր հանրահավաքներին դուք տեսնում եք, որ ամենակիչը 2 անգամ ավելի շատ մարդիկ էին հավաքվում, քան իրենց հանրահավաքներին։ Մի հարցում Վարդևանյանին չեք մեղադրում, չեք ասում։ Այսօր որոշել եմ Վարդևանյանին չմեղադրեմ։ Վարդևանյանը ամեն ինչ ճիշտ է արել միջև այսօր։ Բայց ձեզ քաղաքտեխնոլոգներ կան, որ իսկապես վստահեցնում են, որ դուք հաղթել եք 50+9 ունեք, պարոն Կարապետյան։ Հիմա որ հետ եք դառնում ձեր սխալները օրինակ տեսնում եք, գնահատում եք, վերանայում եք, թե ինչ եք սխալներ չունենք, մենք տեսնում ենք ճիշտ քաղաքական դաշտը, պարզվեց այդքան է ճիշտ։ հաստատ ընդդիմությունը հաղթում էր, մենք հաստատ Երևանում հաղթում էինք, իրենք ինչ արեցին, Երևանում արեցին, դրա համար Բայց մարզերում դուք պարտվում եք։ Հիմա ինչ են, միայն երկու ինչ են, միայն երկու ընտրատեղամասում։ Մարդիկ ովքեր ձեր համար աշխատում էին, ցուցակներ կան, մարդիկ ովքեր ձեր համար աշխատում էին, վստահեցրել են, փաստորեն ձեզ խաբել են, որ այդքան ձայն ունեք ոչ ոք մեզ չի խաբել, մենք ինչ ձայներ սպասել ենք, նորմալ ստացել ենք, այդքան եք Այսինքն դուք ինչ արել եք պարոն կոմիտեի նախագահը Ասպետ սխալներ չեն կարել։ եթե դուք հիշեք,
մենք ընդամենը ընտրության օրը 3 ամիս 20 օրվա կուսակցություն էինք։ Այսինքն 3 ամիս 20 օրում մենք կարողացանք անել այն, ինչ հնարավոր էր անել, այդ տերորի պայմաններում, այդ բռնությունների պայմաններում։ Դուք իսկ նորմալ եք համարում, երբ ընտրության օրը բոլոր շրջանների մեր համակարգողներին կալանավորում։ Մենք նորմալ չենք համարում ցանկացած քաղաքական ընտրությունից 1 օր առաջ 150 մարդ շտաբի պետերին բոլորին կալանավորում են։ Դա կարող է լինել լեգիտիմ։ Ես չկա, կայնար։ Ես էլ ման եմ գալիս։ Ամբողջ հարցն է, որ դուք չեք ուզում այլ կարծիք լսել, այլ հարց, որ մենք գործընկերներս տալիս են, ասում են, բա որ չհաղթեք, ինչ եք անել, պլան, B, Չ, Կ ունեք, ասում եք միջև F ունենք, բայց պարզվեց Դեք նայեք, ունեք։ Դա հարցը, բա որ դուք չեք ուզում լսել այդ։ Չեք վռազում, համբերեք։ Ավարտվել են։ Ավարտվել են, վստահ եք, որ հələ չեն ավարտվել։ Պարոն Կարպետյան, մանդատները չվերցնեք եւ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր չաշխատեք։ Մենք կայացնում ենք մեր որոշումները ինքնուրույն։ Շատ ուժեր, ովքեր այդպիսի հայտարարություններ անում են, իրենք հնարավորություն ունեն փողոց բարձրացնեն, ամեն ինչ անեն, թող բարձրացնեն, մենք ոչ մեկի չենք խանգարում, չենք խնդրում մի արեք, մենք մեր ճանապարհով գնալու ենք։ Մեր գլխավոր նպատակը լինելու է Փաշինյանին հեռացնել։ Օրինական ճանապարհներով։ Երբ Ժամնել ասեմ, թե օրը։ Չէ, նկատի ունեմ ես, դե ընտրությունները պիտի հեռացնեն։ Քայլերով։ Կարծում որ զուգահեռ պետք է լինի այդ գործը։ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եք։ Ոչ։ Ինչու։ Զանգել չի եղել։ Ինչպես եք միասնական դիպ։ Քանի որ ես կալանավորված եմ։ Իրանք կարող են Կարող են այցելել, հրավիրեք։ Դե երևի կայցել ենք։ Պարոն Կարապետյան, կարող ենք ենթադրել, օրինակ ձեր թիմը ողջ ընթացքում ասում էր, որ դուք հաղթելու եք։ Պլան B-ի մասին բազմաթիվ անգամ դες հարցադրումներ են եղել, դուք ասել եք, որ պլան B-ի մասին մոռացեք, որովհետև մենք հաղթելու ենք։ Կարող ենք ենթադրել, որ ըստ էության, դուք էլ մյուս ընդդիմադիրների սխալը կրկնեցիք եւ գերագնահատեցիք ձեր ուժերը։ Մենք ոչ մեկի սխալը չենք կրկնել, եթե մենք սխալ անեինք 4 ամսում չէինք հավաքի 350,000 ձայն։ Այսինքն մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, Փաշինյանը սխալվել է, գողացել է քվեներ, սխալվել է տերոր արել ընտրության ժամանակ, սխալվել է մենք ինչ ասում էինք, մենք դա տեսնում էինք եւ դրան հասնելու ենք, բայց եթե նորից եմ կրկնում, մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, պարտվել է հայ ժողովուրդը, հիմա դրա համար մենք դիմում ենք սահմանադրական դատարան, որպեսզի ճիշտ որոշում կայացնի։ Դա էլ ենք հասկանում։ Դասեր քաղելու հետ կապված մի հաց պետք է տամ։ Դուք բիզնեսում հաջողած անձնավորություն։ Բայց ըստ էության քաղաքականության։ Ես ավելի հաջողակ գտնվեցի քաղաքականության մեջ 4 ամսում դառանք հաղթող ուժ, 4 ամսում։ Պատկերն այլ է, պարոն Կարապետյան։ Բայց ձեր ոնք են դե Շատ եք էլի վռազում, համբերեք, հələ օրեր կա, ժամեր կա, հələ Փաշինյանի նայեք, տեսեք, դառնանք։ Հիշում եք, որ ասում եք դուք հաջորդ վարչապետ Հիմա էլ մենք նույն կարծիքին ենք։ Դասեր քաղել է պարոն Կարապետյանը, թե ոչ։ Որ ընտրություններից։ Այս ընտրություններից։ Այս ընտրություններից դասեր քաղել եմ, Ինչ հասկացեք պարոն Կարապետյան։ որ պետք է գործ ունենալ միշտ նորմալ իշխանության հետ, ոչ այսպիսի իշխանության հետ, որ իրենց վախերի մեջ անմեղ տեղը կալանավորում են բոլորին, չեն էլ նայում, աջ, ծախ, ում են կալանավորում, բոլորին կալանավորում են։ Ինչ է կատարվում հիմա ԲՀԿ-ի հետ։ Նորմալ։ Ձեզ ինչ է սպասում, ձեզ անուններ է, Ռոբերտ Քոչարյանի անուններ է, անուններ է տվել, ինչ Դատավորներին է սպառնում։ Ու ասում բոլոր ընտրակաշար բաժանողները պիտի միջև հաջորդ ընտրությունների օրը Ես համաձայն եմ դրա հետ, եթե կա գոնե մեկ դեր ընտրակաշարքի, իրենք կարելի մի 5 ընտրություն էլ կարող են մնալ բանտեր։ Իսկ այդ զայնագրությունները ինչի մասն են։ Թե դուք լսեք ու հետևություն արեք։ Կոմիտեի նախագահը օրեր առաջ ազգային ժողովում ասել է, որ կա բոկետ մեկանց, որ կհետքի որ ինքն է այդ զայնագրություններում։ Այդ զայնագրություններում էլ բազմիցս ձեր անունն է հնչում, ձեր թիմի անունն է հնչում։ Լավ, եթե դուք կարծում եք ոնց
Հնչել է։ Եթե դուք կապ չունեք, ո՞նց է այդ ամեն ինչը կապվում ձեզ հետ։ Ժորժան, դուք լավ գիտեք, որ կապվեց ձեզ հետ։ Իրենք կապում են, իրենք քանդում են, իրենք հավաքում են, բայց իրենք չեն հաղթելու։ Պարոն Կարապետյան, կարող է լինել որևէ իրավիճակ, եւ ձեր քաղաքական ուժը համագործակցի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ քաղաքային կամ այդ պետական մակարդակում։ Արդեն վիրավորական է այդ հարցը, մի այդպես հարցեր տվեք, հետո էլ ասում եք կատականում եմ, ասում եք լուրջ ասեք։ Դե այսպես հարցեր եք տալիս, որ կատակ։ Երեքհազար ադրբեջանցիների թեզին հանրությունը այդպես էլ չհավատաց։ Մի քանի օր սպասեք։ Ասում են ամեն օր ձեզ հարցներ են արժում, ասել են որ ինչ եղան այդ ադրբեջանցիները։ Դե հիմա կտեսնենք ամսի 16-ին 17-ին երեք էլ Ալիևը ասավ ինչ պետք է լինի, ես չգիտեմ։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք պատրաստ չեք ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, հիմա փաստորեն հաստատին ընտրությունների արդյունքներով կա 23%։ Դուք պատրաստ եք արդեն ընդդիմադիր լիդերի կարգավիճակին հաշվի առնելով, որ կարծես թե մանդատները վայր դնելու։ Մի քիչ կարող եք համբերել։ Մենք հիմա դիմում ենք Սահմանադրական դատարան։ Պարզ է, ամեն ինչ պարզ է։ Պարոն Կարապետյան, հարցին կպատասխանեք, իմ հարցին կպատասխանեք, դուք պատրաստ եք ընդդիմադիր լիդերի կարգավիճակին։ Ինչ եք անելու։ Կարծես թե դուք ընդդիմադիր լիդեր լինելու։ Մենք գլխավոր հարցն ենք անելու ենք ամեն ինչ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք։ Սա է լինելու հիմա մեր քայլերը։ Դատարանը օրինական ճանապարհը նկատի ունենք Հիմա դիմել ենք սահմանադրական, չէ, հիմա դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենց մեղքերը քավեն։ Եթե չստացվեց, կդիմենք սահմանադրական դատարան, ասեցի արդեն։ Առաջարկում ենք երկու պայման։ Նոր ընտրություններ, երկրորդը երկրորդ փուլ, որը կորոշեն, դա էլ կանենք։ Իսկ եթե չորոշեցի։ Դե Պլան B-ն։ Դուք շարունակում եք պնդել, որ դուք չեք լինելու ընդդիմադիր ուժի լիդեր։ Պարոն Կարապետյան։ Մտավախություն չունեք, որ հանրությունը կհաշտվի ընտրությունների արդյունքների հետ եւ ոչինչ չեք ասում։ Ես ասել եմ, հայ ժողովուրդն է որոշելու։ Եթե հայ ժողովուրդը կորոշի կհաշտվի, ուրեմն կհաշտվի։ Ես չեմ հաշտվելու։ Եթե ժողովուրդը չընդվզի, դուք այլևս անելիք չունեք, այդ դեպքում Եթե ժողովուրդը չընդվզի, այսինքն ով ինչ անը, ժողովուրդն է որոշելու։ Համակերպեց իրավիճակը։ Դե տեսնենք, մի որոշել է, թե չի որոշել։ Խո մի օրում չի որոշ, ժողովուրդը մտածում է, հետո է որոշում։ Մեկ հարց ուղղեմ, Ռուսաստանը մինչ օրս պաշտոնապես չի շնորհավորել Հայաստանի իշխանությունների ընտրությունների արդյունքների կապակցությամբ, մինչդեռ արևմտյան կենտրոններից նման արձագանքներ արդեն հնչել է։ Ձեր գնահատմամբ սա պարզապես դիվանագիտական դադար է, թե քաղաքական ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, Ռուսներն են հաղթել։ այո, պարտվել են հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, դուք սպասում էիք, որ 23% կլինի։ Ոնց որ ռուսներն են, բայց պայդաշ կարել, հա, Փաշինյանը։ Ճանապարհը չկարգել կամ ձեր համար կամ քապահականների։ Պարոն Կարապետյան, բայց